QR-ը դպրոցականներին մանկավարժականի էջ է տանում, բջջայինով սոցհարթակներում թե տեղում տաղավարներից բուհ հյուրընկալած երիտասարդներին փորձում է կողմնորոշել մասնագիտություն ընտրելու հարցում։ Կողմնորոշվել ես ինչ մասնագիտ ես ուզում դառնալ։ Պարուսից։ Ուզում եմ դառնալ բժշկուհի, իսկ ճյուղում դեռ չեմ կողմնորոշվել, ատոմնաբույժ, վիրաբույժ կամ չգիտեմ, այլ բան։ Ես մարզիկ եմ, պարզ։ Ես դեռ չեմ որոշել։ Միայն ուսուցիչ չէ, որ կարելի է դառնալ մանկավարժական համալսարան ընդունվելով աշակերտներին ներկայացրին մասնագիտական կողմնորոշման ամենամյա փառատոնին։ Հոգեբանության ֆակուլտետն այստեղ պնդեցին միշտ մրցութային է նույնը լոգոպեդ, սոցմանկավարժ պատրաստողը։ Կարող են արվեստ ուսումնասիրել, լուսանկարչություն, վիդեոօպերատորի գործ սովորել։ Սկզբնական կրթություն ավարտողները հնարավորություն ունեն նաև մանկապարտեզում աշխատել։ Դարական մանկավարժություն ավարտածները դառնում են ապագայում մանկավարժներ, դասվարներ, իսկ նախադպրոցական ոլորտի դաստիարակներ։ Նախորդ նմանատիպ միջոցառումները ցույց են տվել, որ ինչ եմ ուզում դառնալ, որտեղ եմ ուզում աշխատել հարցերի պատասխանը փնտրելիս, դեռահասներն ավելի հեշտ են կողմնորոշում, երբ կողքից հուշում են ոչ թե մեծերը, այլ գրեթե իրենց տարիքակիցները, տվյալ դեպքում համալսարանի բակալավր մագիստրոսներն են կիսում իրենց կարծիքը, ասում է ուսխորհրդի նախագահը։ Երբ այդ ամենը ներկայացնում արդեն ուսանողը ուսանողի աչքերով, դա լրիվ ուրիշ բան է։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր ապագա մասնագետները, մեր ապագա ուսանողները ճիշտ կողմնորոշվեն, հնարավոր է նույնիսկ մանկավարժական չդիմեն, բայց իրանք ճիշտ կողմնորոշվեն։ Մանկավարժականում այսպիսի փառատոն 3-րդ տարին են անցկացնում։ Օրվա հյուրերին բուհի ռեկտորն էլ ներկայացրեց իրենց ֆակուլտետների գրավիչ կողմերը, առավելությունները։ Եկեք մեր մոտ սովորելու հրավիրեց։ Նախորդ հանդիպումների արդյունքից գոհ են, դասատու դառնալ ցանկացողները պակասած են, բայց նաև պետության տված խրախուսիչ 70,000 դրամի կարգի կրթաթոշակի շնորհիվ սկսել են հետաքրքրություն նկատել անգամ բնագիտական առարկաների նկատմամբ։ Եթե մենք վերցնենք ուղղակի փաստական տվյալները ընդունելության, նույն ֆիզիկայի, նույն քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանության, աշխարհագրության, ապա մենք հստակ աճ կարձանագրենք ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում։ Անշուշտ վերջին տարվա կտրվածքով։ Մասնագիտական ընտրություն անելու փուլում այս բուհի կրթական հնարավորություններին մինչև շաբաթվա վերջ կծանոթանա Երևանի և մարզերի 100 դպրոցի մոտ 1500 աշակերտ։ Հերմինե Բաղդասարյան, Մհեր Կիրակոսյան լուրեր։